Դերասան և երգիչ Գևորգ Մկրտչյանը այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Այդ առիթով Գևորգը ստացել է բազմաթիվ շնորհավորանքներ ընկերներից, ընտանիքի անդամներից, հարազատներից և իհարկե երկրպագուներից։ Գևորգը նաև սոցիալական հարթակներում կիսվել է նոր տեսանյութով, որում ցույց է տալիս իր ծննդյան նվերը՝ ինքն իրեն։ Թանկարժեք մեքենա, շքեղ հոլովակ, որը նկարահանվել էր հատուկ օրվա կապակցությամբ։ Ձեզ ենք ներկայացնում ֆոտոշարքը, տեսանյութը և իհարկե շնորհավորում ենք Գևորգ Մկրտչյանին ծննդյան օրվա կապակցությամբ։ Մենք իհարկե հավելում ենք նաև այն, որ ընկերները շտապել են կեսգիշերին շնորհավորել Գևորգ Մկրտչյանին։ Ընտանիքն ուրախ կադրերով կիսվել է նաև Instagram-յան էջի Stories բաժնում։ Առաջարկում ենք դիտել դրանք։ Մոռացել եք եւ իմ օջիները ցույց տամ։ Բոլորը շոկի մեջ են։ Չենք ուզում։ Անսանը вообще շոկի մեջ է։ Աքսան դուրս եկավ։ Это просто похайтарак. Գնալ աճիշտը ճիշտ։ Ես սիրով ուտեմ։ Կե վեր մերին ուտում ա։ Վեր մերին ուտում ասում ա սիրով կուտեմ, վեր դրանք ուտի։ Մեր ջան կթունավորվես։ Իսկ ուղղակի ասում։ Քավորիդ պատրաստացնակ։ Просто կեսից ոնց որ բանը փոխելա մատեինն ա դրել։ Ռեժիմը փոխել է։ Ուրեմն մեր առաջին յուրը եկավ գուշակեք ով ա։ Պարտաճանանչ, քավոր եմ ասել։ Այո, մենք 11-ին էինք ասել, էլի, եթե ինչ։ Լավ, դու ասա։ Սուշիների հետ եկար։ Հա։ Կարող վերցնել ձերից մի ամեն։ Հակրես։ Star News-ը հայտնել էր, որ Ամալիա Հովհաննիսյանի Live from հաղորդման հյուրը դերասան երգիչ Գևորգ Մկրտչյանն էր։ Մենք առանձնացրել էինք Գևորգի անձնական կյանքին վերաբերվող մանրամասներ, իսկ այժմ հոլովակում կպատմենք նրա ծնողների մասին ու նաև այն դրվագի, երբ երգիչն իմացել է հոր մահվան ծանր լուրի մասին։ Իմ կյանքում կա մի դրվագ, որը ես երբեք չեմ մոռանա։ Դա այն պահն է, երբ իմացա պապայի մահվան լուրը։ Իրականում այդ դրվագը շատ ծանր է։ Ես շատ փոքր էի ու բոլորին թվում է, որ ես չեմ հիշում, բայց այդ ամենավատ բանն էր, որ ես կարող էի լսել, որովհետև ես չէի սպասում։ Շատ անսպասելի էր։ Հա, ես գիտեի, որ պապան ծանր վիճակում է, 10 տարի հիվանդ է, բայց 10 տարեկան երեխան չի գիտակցում, որ կարա գա մի օր, որ իր ընտանիքի անդամներից մեկը էլ չլինի։ 10 տարի ամեն ինչ արել են մերոնք, որ պապայի կյանքը գոնե մի տարով երկարացնեն։ Ի սկզբանե, հենց ես ծնվել եմ, մի քանի ամիս անց այդ խնդիրը եղել է, հիվանդություն է։ Պապային մի տարվա կյանք էին տվել, մի տարուց ավել մտածում էին չի ապրի, բայց մերոնք ինչ ունեինք վաճառել են,
որ ամեն անգամ փող գտնեն վիրահատության համար ու ամեն տարի երկարացրել են կյանքը։ Արդեն վերջում անհնար էր, բայց ես չգիտեի, ինձ ոչ մեկ ոչինչ չէր ասել։ Ամեն ինչի միջով անցել էր մաման, տատին, աղբերս, հորաքույրս ու իր ամուսինը։ Իրանք իրենց կյանքն ուղղակի թողած փորձում էին պապայի կյանքը մի տարով գոնե երկարացնեին։ Եղել է ժամանակ, որ ես ու եղբայրս մյուս տատիկիս հետ եղել ենք Հայաստանում։ Մնացածը Մոսկվայում ուղղակի 1 տարի ապրել են ու փորձել ելք գտնել, բայց ելք չկար։ Մենք ու հորաքույրս նույն շենքում էինք ապրում։ Մենք 5-րդ հարկում էինք, իրենք առաջին։ Ու ես հորաքրոջս տանն էի։ Աղբերս եկավ ու ասաց. «Այսօր դպրոց չես գնում»։ Ու ես ուրախացա, որ դպրոց չեմ գնալու։ Հետո բարձրացանք 5-րդ հարկ։ Աղբերս կռացավ, ձեռքերս բռնեց, ու երբ որ այդ լուրը ասեց, ոնց որ իմ կյանքը այդ օրվանից փոխվեց։ Երբ որ հասանք մեր հարկ, ես արդեն լացի ձայներ լսեցի ու գիտեի, որ հեսա մի վատ բան ասելու են ինձ, բայց 10 տարեկան էի ու չէի գիտակցում, թե ինչ լուր կլսեմ։ Այդ միշտ իմ աչքի առաջ ա, ու հենց այդ դրվագն ա ինձ ստիպում, որ ես առաջ գնամ, որովհետև հասկանում եմ, որ ես կորցրել եմ հորս, ով երազանք ա ունեցել, որը, որ ես կարող եմ իրականացնել, ու ինձ այդ ամեն անգամ ուժ ա տալիս, որ ես առաջ գնամ։ Իմ համար հիմա հպարտանալու բան ա, որ ես իրականացրել եմ երազանքը։ Ճիշտ ա, 15 տարի անցել ա, նոր ես կարողանում եմ իրականացնել, ու ինքը հնարավորություն չունի այդ տեսնելու, բայց ես ինձ լավ եմ զգում, որ գոնե արել եմ դա։ Պապան միշտ ուզեցել ա, որ ինձ տեսնի հեռուստացույցով, ու փոքր ժամանակ էլ ինձ ոչ ոք իրավունք չի ունեցել նեղացնելու, որովհետև ինքը ոչ մեկի թույլ չէր տալիս, ու մինչև հիմա էլ կա այդ, որովհետև եթե չկա հայրս, կա եղբայրս, ով այդ թույլ չի տալիս։ Ինչը պապան սիրում էր, մեր տանը մնացել է ամեն ինչ, թաքցնելով հուզմունքը, պատմեց Գևորգ Մկրտչյանը։ Հաղորդման ընթացքում երգիչը նաև խոսեց իր ավագ եղբոր մասին, նշելով հետևյալը. «Ռուբոն իմ հպարտությունն է, մեր միջև կա 5 տարվա տարբերություն, բայց ինքը երբեք ինձ մենակ չի թողել։ Եղբայրս փորձում էր միշտ ինձ իր կողքին պահի, ու դա միշտ ա եղել, էնպես չի, որ միայն պապայից հետո։ Միշտ իմ կողքին ա եղել, ու դա մինչև հիմա էդպես ա։ Ես իրա կարիքը միշտ ունեմ։ Ես փոքրուց սովոր եմ եղել, որ ինքը միշտ իմ մեջքին կանգնած ա», նշել էր Գևորգը։ Իսկ մայրիկի մասին Գևորգն առանձնակի քնքշությամբ ու սիրով էր խոսում, ասելով, որ մայրն իր համար շատ կարևոր մարդ է։ Երգիչը նախ նշել էր, որ իր մայրիկի համար մեքենա գնելը առաջնային նպատակներից մեկն է եղել, քանի որ հենց նրա ջանքերի շնորհիվ է, որ Գևորգը դարձել է երգիչ։